առնվազն այն ինչ կատարել են իրենք, պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այն ինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիորեն գրված էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի, թե ոչ։ Ես գտնում եմ, որ իհարկե ունի։ Այլ հարց, ես որպես կանոն իմ գնահատականներում մշտապես փորձում եմ շատ ավելի զուսպ եւ կոռեկտ լինել, բայց ոչ միշտ է այդպես նաեւ լինում, միգուցե։ Բայց ընդհանրապես գտնում եմ, որ սահմանադրական դատարանում նաեւ գնահատականները առավելապես լինում են իրավական տիրույթ։ Ես իդեպ առիթից օգտվելով նաև ձեր միջոցով, հարգելի գործընկերներ, մեր հայրենակիցներին փոխանցեմ որոշակի առումով մեր ներողամտությունը, եթե իսկապես բառամթերքը, տերմինները մի քիչ շատ իրավական են եւ ինչ որ առումով նաև միգուցե հետաքրքիր չեն լինում, բայց հավատացած եղեք, որ դրանցից յուրաքանչյուրը հետագայում նաև շատ ավելի մանրամասն մենք առիթներ կունենանք ներկայացնելու։ Ուղղակի քանի որ սահմանադրական դատարանը իր որոշումներում էլ հենց այդպիսի բառամթերք է օգտագործելու, դրանով է նաև պայմանավորված, ինչի ենք մենք մեր փաստարկները շատ ավելի նման ձևով կառուցում։ Ձեզ բավարարում է ԿՀ-ի նախագահի պատճառաբանությունը հատկապես այն հարցերին, երբ որ հարց հնչվեց, որ չեք տիրապետել փաստորեն իրավիճակին, երբ որ ժամը 8-ից հետո քվեարկությունը շարունակվել է, իր պատասխանը ձեզ բավարարեց։ Տեսեք, այստեղ պատասխանը դնենք մի կողմ, նայենք իրավական կոնկրետ փաստերով։ Ով է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար, Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ով է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպվի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ում միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով իդեպ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իդեպ ներողություն եմ խնդրում, ես նաև հարց ու պատասխանի ձևաչափում կատարել եմ պնդում հետևյալ բովանդակությամբ՝ Վահագն Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել անկախ եւ անաչառ, օբյեկտիվորեն չի կարող, ելնելով նրանից, որ վերջինս ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, հիմնադիր անդամ է եղել, եթե իսկապես սուբյեկտիվ ընկալման մեջ դա մարդու համար նշանակություն չունի, դա էլ է խնդիր։ Ու ինքն էլ քվեարկել է։ Իհարկե։ Երբ Վահագն Հովակիմյանը ասում է, այո, եղել են թերություններ, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել ու պահանջում է, որպեսզի չընդունեն։ Հիմքերը ո՞րն են։ Նա չի մանրամասնում նույնիսկ ինչ թերություններ են եղել։ Մեզ ասում է, այդ թերությունները դուք եք տարածել։ Գիտեք, իրենք ընդունել են սահմանադրական դատարանում քննության ընթացքում, որ ընտրախախտումներ եղել են։ Իրենց դատողությունն այն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ Մենք ասում ենք, որ իհարկե ունեցել է էական ազդեցություն, բայց կարևոր հանգամանք, ով է ամբողջությամբ կիսում ԿՀ-ի դիրքորոշումը, որ խախտումները որպես այդպիսին էական ազդեցություն չեն ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ընդհանրապես իրավիճակը այդ, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մասնակցում եւ Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա էլ է խնդիր։ Պատկերացրեք, սահմանադրական դատարանը Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը անհնարին համարեց, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ միայն Վահագն Հովակիմյանը պետք է իրենց ներկայացնի սահմանադրական դատարան։ Այսքանով հաշվի առնելով այս քննարկումները, մերժումները, դատավորի օրինակ Սեյդա Սաֆարյանին քննարկմանը մեծագույն խնդիր է։ Ես սա արձանագրել եմ հենց առաջին իսկ օրը, հիմա էլ կարձանագրեմ, իսկապես սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության, հանրային վստահության, ընկալման տեսանկյունից մեծագույն խնդիր է Տիկին Սաֆարյանի մասնակցությունը, եւ իդեպ հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ, սահմանադրական դատարանը դատավորներ Վարդանյանի եւ Զեյնալյանի մասնակցության անհնարինության որոշումը կայացրել էր այն պատճառաբանությամբ, որ եթե իրենք մասնակցեն, դա կարող է լեգիտիմության խնդիր առաջացնի սահմանադրական դատարանի կազմի տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, այսօր սահմանադրական դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու դիմողներին եւ դատաքննության մասնակիցներին։ Կարծում եմ այդ հարցերը ընդհանրապես իրենց ձևով եւ բովանդակությամբ կարող են նպաստել որոշակի առումով ձեր հարցին պատասխանելու համար։
վերաքվյարկության, այսինքն ինչ որ Գիտեք, իրավիճակի հետ կապված, բայց առնվազն մի բան էլ ասեմ, 3 շատ ուղիղ հարց եմ ներկայացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը որպես մասնակցի այս գործընթացի։ Հարցրել եմ, արդյոք իրենք պատրաստ չեն միանալու մեր դիմումին, ինչպես ներկայացրել էի ասուլիսի ընթացքում իդեպ վերջերս, որ ներկայացրել էի։ Արդյոք պատրաստ են միանալու մեր դիմումին այն մասերին, որոնք վերաբերում են նոր ընտրությանը կամ առնվազն երկրորդ փուլին։ Մերժեցին։ Պարոն Վարդևանյան, ինչու էր ձեր մի րոպե էլի քնար ջան։ Հեսա կներկայացնեմ։ Պարոն Վարդևանյան, ինչու էր ձեր աջակիցների հետ հանդիպումը տեղի ունենում կրկեսում, նաև ՔՊԱ-ականներն էին այս 2 օրը ակտիվ տարածում եւ մեջբերում, որ դեռ շատ բազմամարդ էր եւ պետք է նոր հանդիպում եւ դատարկ նստարաններն էին ցույց տալիս։ Կարծում եմ դուք բովանդակություն նշված մեկնաբանությունների մեջ պետք է որ չտեսնեք, թող իրենք իրենց հարցադրումները եւ պատասխանները փնտրեն հենց իրենք։ Հանրության հետ մենք հետադարձ կապը պահում ենք միանշանակ։ Կարևոր է մեր հայրենակիցների կարծիքը, մոտեցումները իհարկե, հետևողական ենք լինելու այդ հարցում։ Մնացածը կարծում եմ որպես այդպիսին բովանդակություն չունեցող է։ Իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերներից մյուսի հարցադրմանը, եկեք այսօր նաև շատ կարևոր է դատաքննության այս փուլը, երբ դատարանի դատավորներն են հարցեր ներկայացնելու, դրա վերաբերյալ պատասխաններ կլինեն։ Տեղեկացնեմ ձեզ, որ նաև մենք դռնփակ ռեժիմով մի քանի հարց պետք է քննարկենք, մի հետարքիր հանգամանք եմ ուզում ձեզ բացահայտել։ Հիշում եք կային որոշ իշխանական ներկայացուցիչներ, որոնք խոսում էին, որ համեմատության մեջ 2025 թվականի 2026-ի համապատասխան նույն ժամանակահատվածը մայիս-հունիս Հայաստան եկել են երևի 1 միլիոն մեր հայրենակիցներ արտերկրից կամ 100,000-ավոր տարբերություն կա հայրենակիցների, ովքեր եկել են հենց այս ժամանակահատվածում։ Եթե դժվար չի ձեզ, սիրելի գործընկերներ, դիմեք թե իրենց կամ սահմանադրական դատարանին, թող տրամադրեն ձեզ համապատասխան տվյալը ազգային անվտանգության ծառայությունից ստացված։ Ես փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ, այդ խոսակցությունը հերթական սուտն էր, ինչպես ընտրակաշառքների հետ կապված, երբ պարզվեց խոսքը պարզապես ամբողջ փետրվարի 7-ից մինչև հունիսի 20-25 ժամանակահատվածում 258 մեղադրյալի մասին է խոսքը, բայց կարևոր էր նաև արձանագրելը, որ Արման Թաթոյանի կողմից հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ կա քրեական վարույթ։ Դա իդեպ հրապարակվել էր մայիսի վերջին։ Քրեական վարույթը վերջերս է հարուցվել, բայց մեղադրյալ չկա։ Բոլորը Դալյանն ասաց, որ այս փոքր երկրի համար բավականին մեծ թիվ շատ դուք ներկայացնում եք, որ դա մի քանի խաբեության գործով մեղադրյալների քանի։ Իդեպ դուք գիտեք, չէ՞ որ այդ գործերի ստվար զանգվածը դեռ նախաքննության փուլում է եւ կարող է կարճվել։ Ես օրինակ մի կոնկրետ օրինակ բերեցի, որ այդ հրապարակումը եղել էր, ձայնագրությունը հրապարակվել էր, հետագայում այդ ձայնագրության պայմանականորեն կեսը դադարեց գոյություն ունենալ։ Բայց դրա մասին հայտարարություն չի տարածել նույն հակակոռուպցիոն կոմիտեն։ Հանրացնեք քաղաքացիների հետ վերջերս հանդիպումը, ինչ անհանգստություն էին արտահայտում եւ ինչ ակնկալիքներ ունեին կոնկրետ Հայաստանում։ Անհանգստություններ շատ ունեն, ինչպես մեզանից շատ շատերը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղով է ընթանում։ Այն ռիսկերը, որոնք հենց այս պահին էլ ծառացած են մեր հայրենիքի առջև։